Ինչն են սպառնում։ Ասում են Մարտուն Գրիգորյանի ընտրողը, որ իմանար Մարտուն Գրիգորյանը գնալու էր քոչարյանական Ռոբերտ բանին, Վարդան Ղուկասյանին ընտրեր ձեռը կտրեին Մարտուն Գրիգորյանին քվեջ էր, քվականներն են ասում։ Մարտուն Գրիգորյանի ընտրողը 2 օր հետո իմացա, որևէ մեկը ձեռը կտրել է։ Որևէ մեկը կտրել որ ինչ։ Որպես բողոքի նշան Մարտուն Գրիգորյանին գնացել է, որ ձեր բանար է հրապարակային դժգոհություն, ցույց դե հիմա եկեք Կիկոսի մահը բանանենք, եթե այսպես լիներ, այնպես կլիներ։ Վերջը հրապարակային գործընթացը տեղի ունեցել ու համագործակցություն։ Ժողովուրդ ջան, ժողովրդավարության տարերից մեկն է քաղաքական ուժերի համագործակցությունը։ Եթե չեք ուզում, որ որևէ ուժի հետ համագործակցի, նրան տվեք այնքան ձայն, որ անհրաժեշտ չլինի համագործակցության։ Եթե այդքան ձայն որևէ մեկը չունի, բնականաբար պիտի համագործակցի, որ կարողանա կամ իշխանություն ձևավորի, կամ իշխանություն փոփոխի։ Հիմա էս է հարցը։ Ընդդիմությունը շատ ուղիղ ասում է, այո, կամ ընդդիմության մենք ուզում ենք փոխվի այս իրավիճակը, կամ ընդդիմության ուժերից որևէ մեկին տվեք 50+1, եթե ոչ, այո, այդ ուժերը իրար հետ համագործակցելու են 3 ուժ կլինի 4, ես չգիտեմ, ես չեմ որոշում։ Բնականաբար, բայց եթե չէ, ես չեմ որոշում, ասում եմ ընդդիմադիր ուժերը, որոնք անցնեն։ Օրինակ ներողություն, չէ, իրապես այդ ուժերն են օրինակ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը, Գագիկ Ծառուկյանի հետ Նոյան Տապանը, հա, եւ Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանը։ Ես այդ 3-ը դուք ասացիք, ես ոչ 3-ով սահմանափակվում եմ, ոչ 4-ը կլինեն, 5-ը կլինեն։ Ես ասում եմ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր, այսինքն ասում եմ, որ իրենց համար առաջնային նպատակը իրավիճակի փոփոխությունն է։ Ես եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, այդտեղ ում հետ է պետք համագործակցել, թե չէ, ում հետ, որ նպատակների մեջ կա նույնականություն։ Ես ֆակտորի եթերում եմ ասել Հայկ Մարությանը կլինի, իր հետ է պետք համագործակցել։ Եթե Հայկ Մարությանը չի համագործակցի ու իրենից կախված, պայմանական Հայկ Մարությանը որևէ ուժ չի համագործակցի ու իրենից կախված իշխանություն չի փոխվի, այդ դրա պատասխանատվությունը ինքը պետք է վերցնի։ Դուք անդադ ասում եք ժողովուրդը քվեն տա, ժողովրդավարություն ընտրություն, իսկ հիմա 1998-ից մինչև 2008 ընտրություններին մասնակցած քաղաքացիների հոգեկաններ աշխարհում ամեն դեպքում մի բան կատարվում է, երբ որ լսում են Քոչարյանի թիմից կարևորում են իրենց քվե տալու, չտալու բան, որովհետև այդ թվականներին գիտեն ինչպես են ընտրությունները եղել, ինչպես են լցոնումներ եղել, ինչպես են ծեծվել քաղաքացիները նախագահականի դիմաց, երբ որ հիմա երաբլուրում են ծեծվում, դա է տարբերությունը։ Այսինքն եթե հիմա ծեծվում են օքեյ է, ես օքեյ չեմ ասում։ Ես ասում եմ այս գույները փոխանակ դուք հիմա պարզաբան եք, ասեք ինչի են ծեծվել Քոչարյանի օրոք, ասում եք Փաշինյանի օրոք։ Ավարտեցիք հարցը։ Նախ Հայաստանում ընտրությունների կեղծման մասին, իսկ բացի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մի հատ միջազգային զեկույց տվեք, ասենք օրինակ տվեք եւ հիմա մի քայլ առաջ էր խախտումներ եղել են, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Մի վարքյան ես հարցին պատասխանեմ։ Մեր սահմանադրական դատարանը ասում էր, որ պետք է 1 տարի անց Քոչարյանի նախագահական ընտրություններից 1 տարի անց պետք է վստահության հանրաքվե արի եւ բանի տեղ չգրեցին։ Հիմա գամ դրանին, եթե նախկինում 2018-ից առաջ Հայաստանում եղել է որևէ արատավոր երևույթ, որևէ, եթե դա խախտում է քրեական օրենսգիրքը, հիմա մենք պիտի տեսնենք այդ մարդկանց նստած դատավճիռով նստած, ոչ թե հայտարարություններ։ Ես դուք եք պնդում անում հանցագործության մասին։ Ես նման պնդում չեմ անում։ Ես եթե պնդում անեի, ես նման պնդում չարեցի։ Նայեք ջան, դուք ասում եք եղել են հանցագործություններ, այտենց վստահ դեմքի արտահայտության փաստով որպես։ Ես ասում եմ, եթե այդ փաստերը կան, պիտի հիմա իշխանությունը շատ շահագրգռված է, չէ՞։ Նախագահական դիմաց 2003-ին մարդ են ծեծել։ Այսինքն հիմա ինչ պիտի անեմ ես դրա հետ, եթե եղել է այդ դեպքը։ Ինչ հիմա նախագահը դրա համար պիտի նստի։ Եթե պիտի նստի, մեր քրեական օրենսգիրքը դա նախատեսում է, թող նստի, ով էր բանանում։ Հիմա իր նկատմամբ այդպիսի քրեական գործ կա։ Ես էլ խանգարում եմ, խոչընդոտում եմ արդարադատության կայացմանը։ Ես էլ դեմ խոչընդոտ, այսինքն հիմա ինչն է ինձ ուղված կամ երկրորդ նախագահային ուղված հարցը։ Ասում եմ, եթե ձեր կողմից մեղադրանքներ կան, ձեր կողմից, իշխանության կողմից, եթե մեղադրանքներ կան, մուրժնել է ձեռը իրենց, մեղնել է իրենց ձեռքը, բանով էր, SMS-ով էր, դատախազնել, դուք ինչու միկրոֆոն չունեք, սիրով ես ձեր հարցին կպատասխանեմ, կարիք չկա նկատունեմ անդուտ, չէ նկատունեմ, որ լսենք իրար, հիմա դատախազնել Նիկոլ Փաշինյանի օգնականն է, ուզում եմ վստահ խնդիր չկա արդարադատություն իրականացնելու, եթե նախկինում որևէ օրենքի խախտում է եղել, այս մարդիկ եկել են ամեն ինչը փոխելու, փոխվեց,
Եթե փաթեթավորումը հիմա փոխվել է, մենք ուզում ենք փաթեթավորումը փոխվի, կոռուպցիայի փաթեթավորումն է փոխվել, մի քիչ ավելի ցիվիլ է, հա լայվեր կան, Հայաստանի 30 տարվա պատմությունը, եթե ավելի կոնցեպտուալ եք ուզում, այո, զարգացման պատմություն է, 92-ին ավելի վատ է եղել, քան 93-ին, 94-ին ավելի վատ է եղել, քան 93-ին, 2017-ին ավելի լավ է եղել, քան 95-ին, 18-ին ավելի լավ է եղել, քան 17-ին, ու դա բնական զարգացման ճանապարհ է, այսինքն մենք համացանց ունենք, դա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է։ Չէ, պետությունը իր ճանապարհը գնալով անցնում է, կայանում է, եւ այդ ճանապարհը պետք է խթանել, ոչ թե պետք է արգելակել։ Ամբողջ հարցը դա է։ Հիմա եթե նախկինում հանցագործություններ են եղել, այս նախկիններն են արել եւ այլն, 8-րդ տարին է հավակնում են լինել ամենաշատ պաշտոնավարած իշխանությունը։ Ով պիտի պատժի։ Իրենք են հայտարարել այդ բոլոր հանցագործությունների մասին։ Ինչու չեն պատժի։ Այսինքն ես եւ դուք լրագրողներով պիտի նստենք հիմա ճեպազրույցի ընթացքում ու այդ վերդիկները կայացնենք, հանցագործություն 25 տարի, բան, ցմահ, գնդակահարություն 36 տարի կամ մենք ենք այս ֆորմատով պիտի բանանենք։ Անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված, հա, կրկին վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ է անում, որպեսզի միավորվեք, ասում է հապաղելու ժամանակ չկա, փողոցային պայքար որ սկսվի։ Այս մասով քննարկում եղել է եւ պատասխան կա, որովհետեւ դուք նաեւ ստորագրությունները ձեր դրել եք, բայց փաստորեն որոշման հետ կապված Հայաստան խմբակցությունը վաղուց միացել է, ես որևէ ավելացնելու բան չունեմ, եթե մեր գոլեգաները ունեն կոնկրետ առաջարկ, կոնկրետ նորություն, կարող են գալ խոսել մեր նախկին հայտարարությունների, ես այդտեղ որևէ կոնկրետ նորություն չեմ տեսել, թե որևէ կոնկրետ առաջարկը, եթե որևէ կոնկրետություն լինի, մենք կհայտնենք, մենք դիրքորոշում որևէ անդիմադի փողոցներ, Տիկին Վարդան, հիմա դուք ինչ կոնկրետություն եք, քանիսին եք փողոցին դուրս։ Այդ է ասում եմ, որ համաձայն եք, միասին քննարկենք։ Եթե իմանաք դուրս կգա։ Ես ասում եմ, եթե մեր գոլեգաները ունեն որևէ կոնկրետ ծրագիր, սիրով պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել։ Պայքարին դեմ չեք, փաստորեն։ Ես չեմ կարող դեմ լինել այն շարժման այն ուժի ներկայացումով այս տարիներին փորձերը ձեռնարկել է։ Ես ասում եմ, եթե կոնկրետություն կա, ուտրամաբանություն կա, եթե այդ առաջարկը պիտի հնչի, նամակը ուղված ՀԿ գործադիր մարմնին, ճիշտն ասած, այդ բանին ես չեմ, էլի տեղ որևէ կոնկրետություն չեմ տեսել։ Ոչ, եւ քննարկել եք ներսում այս տարբերակը փողոցում պայքար անելու։ Մենք հիմա կենտրոնացած ենք այն օրակարգի վրա, որը հայտարարել ենք։ Մենք շփվում ենք մեր քաղաքացիների հետ, պատրաստվում ենք, ուժերը մոբիլիզացնում ենք այն օրակարգը, որը կա հիմա։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերները, ովքեր պատասխանատվություն են ստանձնել, ունեն առաջարկ եւ ունեն գործողությունների պլան, միշտ, ինչպես միշտ, այնպես էլ հիմա պատրաստ ենք քննարկել։ Տիկին Վարդանյան ինձ էլ էլի հարցալու հնարավորություն թող տրվի հարգելի գործընկերներ, որ շատ խփականներ, օրինակ երեք այդ Մամիջանյան ակնարկում էր, որ շատ խփականներ պատրաստ են։ Չեմ կարող մեկնաբանել, դա նաև հաշվում էր 4 ամիս առաջ, չեմ կարող մեկնաբանել, եթե իրենք նորություն ունեն, շատ լավ է, միայն ողջունելի է, շատ լավ կլինի, միայն ողջունելի է, որևէ ես միայն կարող եմ ասել Հայաստան խմբակցությունը սեպտեմբերին էր միացել։ Այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Տիկին Վարդանյան Տիկին Վարդանյան ասացիք, որ շրջում եք մարզերով, հանդիպում եք ձեր ընտրողների հետ, ես էլ եմ հետևում Հայ հեղափոխական դաշնակցության Facebook-յան էջին, նաև ձեր պատգամավորների էջերում հրապարակվող նյութերին։ Հետաքրքիր է Տիկին Վարդանյան, այ դուք ասացիք, որ քաղաքացիական պայմանագիրը նախընտրականից ծրագրում խոստանում է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, սակայն ստեց եւ չդեօկուպացրեց։ Ձեր հանդիպումների ընթացքում մարզերի բնակիչները բարձրացնում են Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի հարցը, Արցախը հետ բերելու հարցը, Արցախ վերադառնալու հարցը, տրամադրությունները խնդրում եմ փոխանցեք։ Արցախայերի իրավունքների մասին բնականաբար հարցերը բարձրացնում են, բնականաբար հարցեր ուղղում են եւ դժգոհություններ ու մեր պատգամավորները այստեղ նաեւ ուղղում են կառավարության ներկայացուցիչներին եւ իսկ ԿՊ-ի չկատարած խոստումների համար մեզ դժվար։ Ես ասացի պատասխանեցի։ Շուշին եւ Հադրութը մեզնից մեր պահանջմունք կա հասարակության։ Դա ԿՊ-ի նախընտրական խոստումն է, ես հիշեցնեմ, մեզնից հիմա մեր քաղաքացիների մի ստվար զանգված, մենք հիշեցնեմ, որ գործ ունենք հիմա հայաթափված, օկուպացված Արցախի հետ ամբողջությամբ։ Մեզնից հիմա այո մեր քաղաքացիների մի ստվար զանգված հարցնում է ինչպես եք պաշտպանելու Արցախայերի իրավունքները, ինչպես եք բանակցությունների սեղանին դրանք արտացոլելու եւ մենք
ուղիղ պատասխանում ենք, որ Արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքը մեր օրակարգում է։ Իսկ դեօկուպացիայի մասով Ես դեօկուպացիայի ինչպես եք պատկերացնում, որպես քաղաքական ուժ։ Ես դեօկուպացիայի մասին խոսեցի, ես ասացի նման ծրագիր ունենք։ Դուք գաք իշխանության, ինչպես եք պատկերացնում։ Ես ասացի նման ծրագիր ունենք։ Ես ասացի նման շատ լավ։ Հիմա որովհետեւ բանից խառը զրույցից մի վերնագիր չգնա, Դաշնակցությունը չի պատկերացնում Արցախի դեօկուպացիան, շատ ուղիղ պատասխանեմ։ 21-ին, երբ որ Արցախը օկուպացված ու հայաթափված չէր, այլ բանի մասին ենք մենք խոսում։ 2023 թվականին, երբ գործող իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանքով Արցախում հայ չի ապրում, մեր համար, մեր սրտերում, մեր հոգիներում Արցախը բնականաբար հայկական է, մեր ժառանգության ու ինքնության մի մասն է, բայց մենք մեր քաղաքացիներին ԿՊ-ի պես խաբել չենք պատրաստում։ Ոչ, մենք չենք ասում, որ գալու ենք հաջորդ տարի ազատագրենք Արցախը, գալու ենք պատերազմ հրահրենք, եթե ինձնից դուք դա եք ուզում լսել։ Մենք այս իրավիճակում, հաշվի առնելով ինչ իրավիճակ է, աշխարհաքաղաքական ինչ իրավիճակ է, որ օրակարգը կարող է գտնել աջակցություն, մենք ասում ենք դրա համար, ոչ թե պոպուլիստական ինձ տպավորություն է թե Նիկոլ Փաշինյանը հարցում անի բնակության մի ստվար զանգված ասի Արցախի դեօկուպացիան պահանջում Նիկոլ Փաշինյանը կկանգնի կասի Արցախը Հայաստան է ու վերջ մենք դա չենք անի կապ չունի քանի տոկոսը նման կասի մենք հիմա խոսում ենք Արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության մասին, որտեղ դա ենք իրատեսական տեսնում, դա է այս իրավիճակի բանակցություններով նորմալ բանակցող ունենալով, դրանից սկսելով, այո։ Եվ հիմա այն հարցը, ինչի արդիվ հավաքվել էին Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը հարցում է անցկացրել հեռախոսային քաղաքացիների շրջանում եւ ըստ այդ հարցումների Հայաստան դաշինքը ստացել է 3.3% այնինչ 21-ին ստացել էր ընտրողների 21% կվեն, իսկ մարտիկա այն 3.3%-ն է ասել, որ եթե ընտրություն լինի, ձեզ կընտրի, սա ինչպես կմեկնաբանեք։ Նախ չգիտեմ ինչ հարցման եք հողում անում, հիմա ընտրություններից առաջ դաշտ տարբեր հարցումներ նետում են տարբեր թվերով, արդեն մեկ խճճվում ես էլ գոնե մի քիչ հետևողականություն դրսևորեն։ Մենք իհարկե շատ ուղիղ ասեմ, դողում ենք մեզ տված ամեն քվեի համար, պատասխանատվություն ենք զգում եւ այդ ամեն քվե ոչ միայն ուզում ենք վերականգնենք, ուզում ենք ավելացնել։ Ես հարցումը չգիտեմ ում եք հղումանում, ինչքան է հավաստելություն եւ այլն, բայց ելի եմ կրկնում, եթե պատկերը դա է, մեզ անադառնալու կարիք ընդհանրապես չկա իշխող ուժի կողմից։ Ես չեմ կարծում, որ դա իրականությունը արտահայտող պատկեր է, բնականաբար փոփոխություններ ընդդիմադիր դաշտում վստահաբար եղել են, բայց այնպես չի, որ վստահաբար ի վնաս ընդդիմադիր դաշտի, որովհետև այս տարիների ընթացքում ընդդիմության գործողությունների արդյունքում, գործող իշխանության գործողությունների հետևանքով ահռելի մեծ տոկոս է կազմում այս իշխանության քաղաքականությունից դժգոհողների տոկոսը։ Հիմա դա ոնց կկարողանան կապիտալիզացնել, բնականաբար կախված է մեր աշխատանքից։ Առաջին նախագահի հայտարարությունը արդյոք քննարկել եք դուք նկատի ունեմ կուսակցությունով, որովհետև առաջարկ էր արվում մեկ ճակատով հանդես գալ, բայց կարծես թե ընդդիմության մեջ չկա այդ ընկալումը, մեկ ճակատով հանդես գալ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել, ասում է, որ այսպես ազգ կարող է փրկվել։ Դուք ինչ կասեք այս առումով, արդյոք քննարկում եղել է եւ հնարավոր տարբերակ է։ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց այդ հարցին իր Facebook-յան էջով, անդրադառնալով գրառմանը միանշանակ համաձայն ենք եւ ուրախ ենք, որ առաջին նախագահն էլ է հիմա արդեն արձանագրում, որ իսկապես ազգի փրկության հարց է, եթե տեսել եք նախկին 7 տարիների մեր խոսույթը իսկապես դա է եղել 2020-ից հետո հատկապես, եթե մարտավարության հարցում կարծես կա մարտավարական մոտեցումների տարբերություններ, մենք վստահություն չունենք, որ ամենաարդյունավետ տարբերակը բոլոր ուժերը մեկ ցանկով, մեկ առաջնորդությամբ գնալն է, մենք կարծում ենք, որ ամենակարևոր խնդիրը, որ ընդդիմադիր դաշտը պիտի լուծի հնարավորինս շատ քաղաքացիների ընտրության մասնակցելիության ապահովումն է, եւ դրա համար այն գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, նկատի ունենք դա խոշոր բլոկների ձևավորումը, դա մտածում ենք, որ կարող է լինել արդյունավետ ճանապարհ, որը թույլ կտա ցանկացած ուժի իր թիրախային լսարանին ներկայացնել իր առաջարկը, այդպիսով մոբիլիզացնել, ստանալ աջակցություն։ Եթե դեպքում ինչ վտանգ եք տեսնում դուք։ Ես չեմ ուզում որևէ ընդդիմադիր ուժի բանը մեկնաբանել, ընդհանուր համախմբվածությունը լավ կարող է լինել, բայց դա նախ իրատեսականության խնդիր ունի, երկրորդը
եթե խոսում ենք այնպիսի միավորման մասին, ավելի ուղիղ եւ պարզ ասեմ, եթե Գյումրիում Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը եւ մյուս ընդդիմադիրները մասնակցեին նույն ցանկով, մենք կունենայինք ավելի քիչ ձայներ եւ կունենայինք ավելի քիչ մասնակցություն։ Դրանից բխող հետևանքներով։ Որ մոլորեցնում եք, առանձին գնում եք, վերջում հավաքվում եք։ Ես չեմ հասկանում այսքանի պայրագայում մոլորեցնելը ոնց կարա լինի, ուղիղ ասում եմ։ Տվեք ձայն մեկ ուժի, թող չձևավորի մեծամասնություն, եթե չեք տալի։ Անվանականը որ ազնիվ լինի։ Ես վանգան չեմ, դա ու անորոշ չեմ ասում, դա քաղաքացիների քվեից է կախված։ Հայաստան դաշինքը ներկայացնելու է իր ծրագիրը, իր առաջնորդությունը եւ իր թիմը։ Մենք խնդրելու ենք քաղաքացիներից իրենց քվեները մեզ կտան մեզ այնքան ձայն որ բավարար կլինի բնականաբար որևէ կոալիցիա չի լինելու չեն տա բնականաբար լինելու համագործակցություն ըստ էության այն է ասած է իշխանության որ պետք է այդ ուժերն օրինակ Սամվել Կարապետյանն ասի ես քվե եմ հավաքում եթե մեծամասնություն չեղա կմիանամ Քոչարյանն իր հերթին ասի նման պատրաստ են որևէ ուժ չի կարող ասել ում կմիանամ ինչ չէ որովհետև դա տրամաբանական չէ դա որոշում է քաղաքացին ԿՊ-ը հաստատ չի միանա չէ խոսքը ընդդիմադիր եւ իշխանական դաշտի մասին միավորումների մասին է դա որոշում է քաղաքացին տրամաբանականը այն է որ ավելի շատ ձայն ավելի հավաքած ուժի շուրջ կարող է լինել համախմբում, եթե որևէ ուժ չստանա մեծամասնություն։ Դա տրամաբանությունն է։